Աղվելով նրա հետ մկրտության մեջ, դրանով իսկ նրա հետ հարություն առավ Աստուծո զորությանը հավատալով, որը նրան հարություն տվեց մեռելների։ Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի և ձեր մարմնի անտրպատության մեջ, կենդանացրեց իր հետ։ Նա ներեց մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուղակը, որ մեր դեմ էր։ Վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին։ Իշխանություններին և պետություններին քինաթափը, հրապարակավ խայտարակեց, նրանց պարտության մատնելով Քրիստոսի միջոցով նրա հարությամբ։ Ուրեմն, թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու, տոնական օրերի, շնորհալուսնի կամ շաբաթի հարցում, որոնք գալիք բաներից տվելներն են, ուն մարմինը Քրիստոսն է։ Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է խոնարհ ձևանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, ձեր չտեսած բաներին միջամուխ լինելով, անտեղի հպարտանալ մարմնական մտածումներով։ Այդպիսին չի կարող կապված լինել գլխին Քրիստոսին, որից ամբողջ մարմինը հոդերով և հոդակապերով հաղորդակցված է միմյանց, իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է։ Եթե մեռանք Քրիստոսի հետ և այս աշխարհի տարերերի իշխանություններին դուրս եկան, էլ ինչու աշխարհում ապրող էակների նման հետևում ենք կանոններին ասելով. մի մոտեցի, մի ճաշակի, մի դիպչի, քանի որ այդ բոլորը գործածվելով ապականվում են ըստ մարդկանց պատվիրանների և վարդապետության։ Նրանք կարող են իմաստուն ձևանալ իրենց ինքնական կրոնով, խոնարհությամբ և իրենց մարմնի խստությամբ, բայց այդ բոլորը մարմնական ցանկությունները զսպելու համար ոչ մեկ արժեք չեն ներկայացնում։